Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի գործով քննիչները գրականագետի տունը խուզարկել են անհիմն ապօրինի։ Վերաքննիչ դատարանն է օրեր առաջ որոշել, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Սա զանազան, զարմանազան խախտումների շքերթում հերթական խախտումներից մեկն էր։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գրականագետ Վանո Եղիազարյանը քննչական խմբի թիրախում է հայտնվել Սամվել Կարապետյանի այս խոսքերը վերլուծելու համար։ Քննչականը այն ներկայացնում է իշխանությունը բռնի զավթելու կոչ ու բանտարկել է գործարարին։ Գրականագետը վերլուծելու եզրակացրել է, այս մեկնաբանությունում կոչ չկա։ Մեկ ամիս առաջ քննիչները նրա տունը խուզարկել են, հեռախոսն ու համակարգիչը արգրավել։ Վանո Եղիազարյանը դիմել էր վերաքննիչ դատարան, առայժմ չի ուզում խոսել։ Այդտեղ չէլ կարող լինել կոչ, դա բոլորի համար հասկանալի է, ի սկզբանե ուղղակի այս գեղարվեստական մեղադրանքը դեռևս փորձում են առաջ տանեն, բայց հավատացնում եմ ձեզ, որ ֆիասկո են ապրելու։ Մասնագիտական կարծիքի համար գրականագետներին ու լեզվաբանին դիմել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Բացի Վանո Եղիազարյանից երկու գրականագետ ու լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ կարծիք են հայտնել, որ այստեղ կոչ չկա։ Քննչականը նրանց էլ է թիրախավորել։ Մեկ ամիս առաջ այս մասնագետներին ժամերով հարցաքննել են։ Խուզարկության որոշումը, որը կայացվել էր Արաչյացյանի դատարանի կողմից, հատուկ վերանայման կարգով բողոքարկվել էր եւ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը։ Ինքն փաստվեց եւս մեկ անգամ, որ առնվազն այս քրեական վարույթի շրջանակներում բնակարանի անձեռնմխելիության կոնվենցիոն սահմանադրական սկզբունքը վարույթ իրականացնող մարմնի համար առ-ոչինչ է։ Դոցենտ Դիլբարյանը հարցաքննությունից հետո Ազատությանը պատմել էր, որ քննիչներին ոչ թե հետաքրքրել է իր մասնագիտական կարծիքը, որքանով է հիմնավորված ու օբյեկտիվ, այլ թե արդյոք իրեն ուղղորդել են։ Ես ներկայացրել եմ կարծիք, որտեղ լեզվաբանորեն հիմնավորել եմ, որ խոսքային այդ շղթան շարահյուսական եւ ձևաբանական ու ոճաբանական տեսանկյունից չի ենթադրում կոչ, այսինքն չի ենթադրում երկրորդ կողմի արկայություն, որը կդիմի ինչ-որ գործողությունների, ինչը հետագայում մեղսագրվել է իրեն։ Փաստաբան Հակոբյանը իր պրակտիկայում չի հիշում նախադեպ, որ որևէ քրեական գործով քննիչները կարծիքի հեղինակներին այսպես թիրախավորեն։ Նրա կարծիքով ճնշելու, վախեցնելու նպատակով են արել։ Ի վերջո, եթե նրանք կասկածներ ունեին, իրենք առանձին կարող էին դիմել մասնագետների ու լսել նրանց եզրակացությունը, ասում է Ռուբեն Հակոբյանը։ Մենք աստիճանաբար 1, 2, մինչև 7 մասնագետի, փորձագետի կարծիք ենք ներկայացրել նախաքննական մարմին, երևի թե մտահոգված էին, որ այդ թիվը 7-ից կարող է դառնալ 17 եւ պետք է ինչ-որ ձևով զսպել, այսպես ասած, չակերտավոր ահաբեկել մասնագետներին, որպեսզի այս քրեական վարույթով այլևս այդպիսի կարծիքներ չտրամադրվի։ Եթե նախաքննական մարմինը գտնում էր դա հիմնավորված հետևություն չի, կարող էին այլ մասնագետների դիմել կամ կարող էին փորձաքննություն նշանակել եւ ստանալ փորձագետի եզրակացություն, այլ ոչ թե այո, բայց դե իրանք լավ են, չէ, հասկանում, որ այդ տեքստը, որը արտահայտվել է Սամվել Կարապետյանի կողմից, չի կարող նույնիսկ վառ երևակայության պայմաններում գնահատվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ Միլիարդատեր Կարապետյանը 8 ամիս է կալանավորված է, 7 ամիս ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա տնային կալանքի տակ։ Նա ազատությունից զրկվեց, երբ հայտարարեց, թե պատրաստ է իր ձևով պաշտպանել եկեղեցին։ Այդ խոսքերից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին։ Նույն օրը ոստիկանները շրջապատեցին գործարարի առանձնատունը։ Դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Վարչապետի սպառնալիքը քննչականի պետը ուղղորդում չի համարել ու վստահեցրել է, թե քաղաքական հրահանգ չեն կատարում։ Ավելի ուշ գործարարին մեղադրանք առաջադրեցին նաև փողերի լվացման հոդվածով։